Բարև ձեզ հարգելի ֆուտբոլասերներ, Ուրարտում արտադաշտում այսօր տեղի ունենում ԱՖԵԼ-ի երկրորդ դիվիզիոնի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչի Watford Barcelona հանդիպումը ֆուտբոլիստները մրցավարի ուղեկցությամբ դուրս եկան խաղադաշտ։ Ամեն ինչ պատրաստ է հանդիպման մեկնարկի համար, քիչ անց վայրկյաններ անց կհնչի մրցավար Արսեն Պետրոսյանի մեկնարկային սուլիչը։ Այո, քառորդ եզրափակիչն է երկրորդ դիվիզիոնի գավաթի խաղարկության թիմերը խաղին մոտեցել են բարձր տրամադրությամբ, մարտական տրամադրվածությամբ եւ այսօր կանեն հնարավոր ամեն ինչ, որպեսզի հաղթանակ տանեն եւ շարունակեն պայքարը գավաթի խաղարկությունում։ Հանդիպումը մեկնարկում է գնդակով Բարսելոնայի ֆուտբոլիստներն են։ Այսվայն եկեք անցնենք մրցող թիմերի կազմերին, որից հետո արդեն հետևենք խաղի ընթացքին, սկսենք Watford-ից, համար 1 Վիտյա Գրիգորյան, համար 2 Նաիրի Պետրոսյան, համար 3 Համո Աթայան, համար 4 Քինգսի Օնուե, համար 6 Նարեկ Էկտուբարյան, համար 7 Գևորգ Արուշանյան, համար 8 Հայկ Պողոսյան, համար 10 Գագիկ Սահակյան, համար 21 Արմեն Մանուկյան և համար 77 Արմեն Հարությունյան։ Բարսելոնա, համար 1 Նարեկ Ղազարյան, հաջորդը մեզ մոտ Արթուր Պողոսյանն է, համար 4 Ռևիկ Եղիազարյան, համար 6 Ռազմիկ Սարիբեկյան, համար 7 Ռոբերտ Նազարյան, համար 9 Արգամ Ալոյան, համար 10 Յուրի Հակոբյան, համար 11 Ռաֆայել Մաթևոսյան, համար 22 Ռուբեն Սարգսյան, համար 73 Աշոտ Առաքելյան, համար 77 Համլետ Հովանեսյան և համար 99 Դավիթ Ավետիսյան։ Եզրային նետման իրավունք են ստացել Բարսելոնայի ֆուտբոլիստները, բայց վայրկյաններ անց գնդակի կորուստ, երբ փոխանցում դեպի դարպասապահը։ Այո, հրաշալի հանդիպում է սպասվում, հետաքրքիր, քանի որ երկու թիմերն էլ խաղում են հարձակողական ֆուտբոլ եւ հույս ունենանք, որ այսօր կտեսնենք գոլառատ եւ բովանդակալից հանդիպում։ Բարսելոնան է գնդակով, փոխանցում, բայց անհաջող է։ Փոխանցումը ֆուտբոլիստը գնդակը Աչեզով սլանում է առաջ, խապս է տալիս, փոխանցում է պետք կատարել, շրջափակում են միանգամից Բարսելոնայի երկու ֆուտբոլիստներ և խաղի կանոնների խախտում։ Բարսելոնան է գնդակով, փոխանցում Աչեզր,
Հարված և դարպասապահը մատերի ծայրերով գնդակը դուրս է բերում անկյունային, սակայն գնդակը առանց այդ է բարձր էր ընթանում, կարող էր և չցատկել դարպասապահը, բայց ապահովության համար գնդակը դուրս բերեց անկյունային, հիմա Բարսելոնա կիրասնի հերթական անկյունայինը փոխանցում, հեռացնում են գնդակը Watford-ի խաղացողները և փորձում Զախեսով կազմակերպել իրենց հերթական հակագրոհը ուժեղ էր փոխանցումը և աղընկերը չկարողացավ հասնել գնդակին չեն շտապում Բարսելոնայի ֆուտբոլիստները Երկու թիմերն էլ հրաշալի կերպով պաշտպանվում են հարված և բարձր էր հարվածը հարված Բարսելոնայի դարպասից հրաշալի կերպով ազատում է մրցակցի ֆուտբոլիստից անհաջող փոխանցում Այո, սա գավաթի խաղարկության քառորդ եզրափակչի հանդիպում է պարտվողը լքում է պայքարը խլում են գնդակը Բարսայի ֆուտբոլիստները հարված չստացվեց հարվածը Եվ փոխանցում Երկու թիմերն էլ դժվարությամբ են մտնում մրցակցի Տուգանային հրապարակ, քանի որ պաշտպանվելիս լավ են պաշտպանվում և փակում են գրեթե բոլոր ճանապարհները սեփական Տուգանային հրապարակ մտնելու և հիմա եզրային նետման իրավունք են վաստակել Բարսելոնայի ֆուտբոլիստները Փոխանցումը պետք կատարել Փոխանցումը աչեսը հիմա կարող ենք տեսնել Watford-ի արագ հակագրոհը տեսնենք ինչ ընթացք ունենա Փոխանցում, բայց դարպասապահը տիրում է գնդակին և այն անմիջապես ուղարկում առաջ Կրկին Watford-ն է գնդակով Հարված և գնդակը հայտնվում է դարպասում Հաշիվը բացված է բարեկամներ գոլի եղինակը Watford-ի 10 համարն է Watford-ի 10 համարը Գագիկ Սահակյանն է Մեկ 0 հանդիպման 7-րդ րոպեին Գագիկ Սահակյանը Նարեկ Էկտուբարյանի փոխանցումից հետո բացում է հաշիվը Հիմա հերթը արդեն Բարսելոնային է գրոհելու տեսնենք Մաթեոսյան Խաղի կանոնների խախտում Ռաֆայել Մաթեոսյանի հետ պայքարում նա թիմի ավագն է Հենց տուժողն էլ իրացնում է Տուգանային հարվածը, ճիշտ է այդքան էլ մոտ չէ Տուգանայինը, բայց ամեն դեպքում Մաթեոսյանը կարող է հարվածել դարպասին, քանի որ տիրապետում է բավականին հուժկու հարվածների։ Մաթեոսյան հարված և փակում են գնդակի ճանապարհը Watford-ի ֆուտբոլիստները։ Եվս մեկ հարված ինչպիսի հրաշալի հարված է Կրկին Մաթեոսյանը հարվածեց դարպասին և դարպասապահը հրաշալի ցատկով գնդակը դուրս բերեց անկյունային Փոխանցում դեպի Տուգանային հրապարակ հեռացված է գնդակը, բայց մնում է
Այն Բարսելոնայի մոտ փոխանցում կենտրոն, բայց չհասավ փոխանցմանը խաղընկերը։ Հիմա Watford-ի հակագրոհը տեսնեք ինչ ընթացք ունենա եւ փոխանցում։ Փոխանցել է պետք։ Հրաշալի գրոհ է հարված եւ գոլ։ 2-0 այս անգամ արդեն Գագիկ Սահակյանի փոխանցումից հետո հաշիվը կրկնապատկում է Արմեն Մանուկյանը համար 21։ Բարսելոնան հայտնվում է բավականին ծանոթ իրավիճակում։ Օթևոսյան Փակ է Watford-ի տուգանային տանող բոլոր ճանապարհները տուգանային հրապարակ տանող հիմա Բարսելոնանի կրկին գնդակով փոխանցում առաջ, բայց հեռացնում են գնդակը Watford-ի ֆուտբոլիստները։ Գագիկ Սահակյանը աչեզով սլանում է առաջ, փոխանցում դեպի տուգանային հրապարակ, բայց չեզոքացնում են սպառնալիքը Բարսելոնայի ֆուտբոլիստները։ Կենտրոնը Բարսայի ֆուտբոլիստը շարժում է առաջ, փոխանցում Ձախեզեր, Մաթևոսյան տեղափոխվել է խաղադաշտից Ձախեզեր, Մաթևոսյան հարված եւ մի փոքր շեղությամբ գնդակը դուրս է գալիս դաշտի սահմաններից։ Թիմի գլխավոր ռմբարկունը թիմի առաջատարն է Ռաֆայել Մաթևոսյանը։ Հարված Watford-ի դարպասից վտանգավոր կարող է ստացվել, հեռացնում են գնդակը Բարսելոնայի ֆուտբոլիստները, սակայն վարկյաններ անց գնդակի կորուստ և Watford-ը կձեռնարկի արագ հակագրոհ։ Հարվածը թույլ էր, այդքան էլ վտանգավոր չէր։ Սահակյան, հարված և բացր է։ Ճիշտ է Բարսելոնան ևս գրոհում է, սակայն Բարսելոնայի ֆուտբոլիստերին դեռևս պակասում է դիպուկությունը, ինչպես նաև գրոհները այդքան էլ վտանգավոր չեն ստացվում։ Ավելի շատ Բարսելոնայի խաղացողները դիմում են հեռահար հարվածների օգնությանը։ Եզրային նետում Բարսելոնան կնետի գնդակը եզրից, Մաթևոսյան, անընդհատ տեղաշարժում է խաղադաշտում Ռաֆայել Մաթևոսյանը, փոխանցում դեպի տուգանային հրապարակ, սակայն այնտեղ փոխանցմանը ոչ ոք չէր սպասում։ Հանդիպան 14-րդ րոպեն է հիմա Watford-ն է գնդակով, հասնում է գնդակին, Watford-ի խաղացողը խաբս է տալիս, բայց կորցնում են գնդակ, սակայն վաստակում է եզրային նետման իրավունք։
Այդ փոխանցում չեն շտապում Որտոտի խաղացողները, քանի որ հաղթում են 2-0 հաշվով։ Երկար փոխանցում դեպի Ձախյազար։ Հատեսեք ինչպիսի հրաշալի կերպով են համագործակցում Ոթվորդի ֆուտբոլիստները։ Ինչպիսի ճշգրիտ փոխանցումներ, լայնակի փոխանցումներ։ Կորսում է գնդակը Բարսելոնայի ֆուտբոլիստը։ Եվ Ոթվորդը շարժում է առաջ, հրաշալի գրող կարող է ստացվել, հարված, ևս մեկ հարված։ Եվ անկյունային հրաշալի խաղում այս դրվագում Բարսելոնայի դարպասապահը երկու անգամ փրկելով իր թիմին վերահաս գոլից։ Եվ գոլ բարեկամներ 3-0։ 3-0 գոլի հեղինակը Ոթվորդի 8 համարն է։ Ոթվորդի մոտ է գնդակը։ Հրաշալի կերպով կասեցրեց գնդակը, բայց չկարողացավ պահել իր մոտ Ոթվորդի ֆուտբոլիստը։ 3-0 Ոթվորդը հաշիվը դարձնում է ջախջախիչ Մատեոսյան։ Չհասավ գնդակին խաղողերը, քանի որ ուժեղ էր Ռաֆայել Մատեոսյանի փոխանցումը։ Անհաջող փոխանցում։ Կարող էր գնդակը ուղարկել առաջ Բարսելոնայի դարպասապահը, բայց որոշեց դուրս բերել դաշտի սահմաններից, հիմա եզրային նետում։ Փոխանցում, բայց առաջինը հասավ Բարսայի դարպասապահ։ Բարսելոնա գնդակով աչեզրով փոխանցում դեպի Դուգանային հրապարակ։ Չստացվեց հարվածը Բարսելոնայի ֆուտբոլիստի և հիմա եզրից Ոթվորդը կնետի գնդակը խաղի մեջ։ Հրաշալի խաղ են ցույց տալիս այսօր Ոթվորդի ֆուտբոլիստները, սակայն Բարսելոնայի մոտ ոչինչ չի ստացվում, հուսանք երկրորդ կեսում կկարողանան կերպարանափոխվել Բարսայի ֆուտբոլիստները։ Երկար փոխանցում առաջ։ Կրկին Ոթվորդը գնդակով փոխանցում Ձախյազար, վտանգավոր կարող է ստացվել։ Խաբս է տալիս, բայց կորցնում գնդակը կարելի էր փոխանցում կատարել դեպի Տուգանային հրապարակ, բայց որոշեց շրջանցել։ Կորցնում է Մաթևոսյանը գնդակը։ Հարված շեղեր։ Սահակյանը հարվածեց դարպասին։ Չնայած նրան, որ Ոթվորդը հաղթում է 3-0 հաշվով, այնուամենայնիվ անդադար գրոհում են, փորձում են ավելի զարգացնել իրենց հաջողությունը։ Հասնում է գնդակին։
Վտանգավոր գրող կարող է ստացվել հարված և անհաջող, հարված էր։ Համար պայքար գնդակի համար խաղադաշտի կենտրոնում, Մաթևոսյանը խլում է գնդակը։ Եվ վաստակում եզրային նետման իրավունք։ Հեռու տարածությունից հարվածում է Ռաֆայել Մաթևոսյանը, բայց բավականին բարձր ստացվեց հարվածը։ Այո, ամեն ինչ անում է Մաթևոսյանը, որ ախպերս նայում է։ Խանցում, անկյունային, հերթական անկյունայինը ոտվորդի կատարմամբ կտեսնենք, Սահակյանն է շարժում դեպի անկյունային, Շակը փոխանցում դեպի Դուգանային հրապարակ, չստացվեց հարվածը ոտվորդի ֆուտբոլիստի, բայց մնում է գնդակը նրանց մոտ, հարված, փակում են գնդակի ճանապարհը, և փորձում ձեռնարկել հերթական հակագրոհը Բարսելոնայի ֆուտբոլիստները։ Անհաջող էր փոխանցումը։ Մաթևոսյանը խլում է գնդակը։ Փոխանցել է պետք։ Դանդաղում է Ռաֆայել Մաթևոսյանը և կորցնում գնդակը, բայց ի ուրախություն նրան գնդակը մնում է Բարսելոնայի ֆուտբոլիստերի մոտ։ Հարված թույլ էր հարվածը և ոտվորդի պաշտպանը ապահովության համար իհարկե գնդակը դուրս է բերում դաշտի սահմաններից։ Քիչ ժամանակ է մնում առաջին խաղակեսի ավարտին։ Ոտվորդը հաղթում է 3-0 հաշվով, փոխանցում, անհաջող էր։ Փոխանցում է և հիմա ոտվորդի ֆուտբոլիստը սկսում է իր թիմի հերթական հակագրոհը, բայց անհաջող փորձ էր։ Փոխանցում ուժեղ էր։ Փոխանցումը, բայց Մաթևոսյանը կարողանում է ընդունել գնդակը և պահել իր մոտ։ Կրկին Մաթևոսյան։ Երևս հենց այս հաշվով էլ կարծում եմ թիմերը կգնան ընդմիջման։ Անմիջապես շրջափակեցին ոտվորդի ֆուտբոլիստին, բայց կարողացավ փոխանցում կատարել, հեռացնել է պետք։ Վնասվածք է ստացել ոտվորդի ֆուտբոլիստը։ Ամեն ինչ կարգին է։
Հարված շեղեր։ Հարվածը բավական թույլ ստացվեց։ Վերջ բարեկամներ առաջին խաղակեսը ավարտվում է։ Առաջին կեսից հետո Ոթվորդը հաղթում է 3-0 հաշվով։ Մենք էլ ընդմիջվենք կարճատև դադարով, որից հետո կշարունակենք ռեպորտաժը։ Բարեկամներ վերադառնում ենք Ուրարտու մարզադաշտ, որտեղ այսօր տեղի է ունենում ԱՖԵԼ-ի երկրորդ դիվիզիոնի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչի Ոթվորդ Բարսելոնա հանդիպումը։ Սկսված է երկրորդ խաղակեսը, առաջին կեսից հետո Ոթվորդը հաղթում է 3-0 հաշվով։ Գեղեցիկ առաջին խաղակես ունեցանք բարեկամներ։ Գոլառատ առաջին խաղակես ունեցանք։ Ճիշտ է, առավել ակտիվ էին Ոթվորդի ֆուտբոլիստները։ Վրդանգավոր դրություն է։ Ինչ է կատարվում, հրաշքով գնդակը չհայտվեց հիմա դարպասում։ Առաջին դրվագում դարպասաձողը փրկեց, երկրորդ դրվագում արդեն Բարսելոնայի դարպասապահ հրաշալի խաղացավ գնդակը դուրս բերեց անկյունային։ Ոթվորդի դարպասապահներից։ Փոխանցում եւ վտանգավոր դրություն է։ Եվ 4-0 բարեկամներ, Ոթվորդի կազմում 4-րդ գնդակը խփում է Ոթվորդի 2 համարը։ Տեսնենք ինչ որոշում կկայացնի մրցավարը։ Ոչ, խաղի կանոնների խախտում գոլը արձանագրված չէ, հաշիվը մնում է անփոփոխ 3-0։ Զգուշացվում է Ոթվորդի 21 համարը Արմեն Մանուկյանը։ Դարպասապահը տիրում է գնդակին։ Եզրից գնդակը խաղի մեջ կմսնեն Բարսելոնայի ֆուտբոլիստները։ Համար պայքար է գնդակի համար Արոշանյան, որտեղ երկու ֆուտբոլիստերի միջով անցնել, բայց փորձեց գնդակը Գևորգ Արոշանյանը։ Կրկին Արոշանյանն է ստանում գնդակը։ Ձախեզով շարժում է առաջ, փոխանցում է պետք կատարել այստեղ։ Հրաշալի փոխանցում էր Սահակյան 4-0։ Գագիկ Սահակյան 4-0։ Այո, Գևորգ Արուշանյանի փոխանցումից հետո Գագիկ Սահակյանը հաշիվը դարձնում է էլ ավելի խոշոր 4-0։ Եվ Բարսելոնան կենտրոնով շարժում է առաջ, փոխանցում Ձախեզեր։ Փոխանցում Մաթևոսյան։ Ոչ, Մաթևոսյանը չէր, Բարսելոնայի 8 համարն էր հարվածում դարպասին։ Արուշանյան։ Հրաշալի է խաղում Գևորգ Արուշանյանը։ Հարված շեղեր։
Վաղի կանոնների խախտում վնասվածք է ստացել Բարսելոնայի ֆուտբոլիստը։ Վնասվածքը հուսանք լուրջ չի լինի։ Սուլի չկա, կարող են շարունակել հանդիպումը։ Մաթևոսյան հարված է ստանում Սահակյանը դեմքին։ Դինդակը դիպավ։ Ախպեր մեղել եք, ձեն չեն կարում հանել։ Բարսելոնայի հերթական գրոհը տեսնենք ինչ զարգացում կստանա Մաթևոսյան։ Հրաշալի փոխանցում է կատարում Մաթևոսյանը, փոխանցում կորցնում են հնարավորությունը դարպասը գրավելու Բարսելոնայի ֆուտբոլիստները եւ Watford-ի հակագրոհը։ Հարված և դարպասապա հեռացնում է, պատասխան հարվածը թույլ է։ Խլում է Բարսելոնայի ֆուտբոլիստը։ Հարված և անկյունային։ Անկյունային հարված կիրացնեն Բարսելոնայի ֆուտբոլիստները։ Տեսնենք ինչպես կիրացնեն, փոխանցում։ Հեռացնում են գնդակը Watford-ի ֆուտբոլիստները և Արուշանյան փոխանցում Աչեզը։ Կրկին Արուշանյանը ստանում է ձախ եզրում, փոխանցում կենտրոն։ Գնդակի կորուստ։ Վնասվածք է ստացել Բարսելոնայի ֆուտբոլիստը։ Փոփոխություն։ Արդյոք վնասվածքը լուրջ է Բարսելոնայի ֆուտբոլիստի։ Կարող են շարունակել հանդիպումը Արուշանյան։ Ետ փոխանցում։
Եվ դարպասապահը շատ հանգիստ վերցնում է գնդակը։ Բարսան է գնդակով, հակ է ոտորդի տուգանային հրապարակ տանող բոլոր ճանապարհները հասնում է գնդակին Մաթևոսյանը։ Փոխանցում։ Մնում է գնդակը Բարսելոնայի մոտ։ Բայց գցում է։ Տեմպը հիմա Արուշանյանը արդեն աչեզով է սլանում առաջ։ Չասավ փոխանցումը խաղընկերոջը հիմա Մաթևոսյանն է գնդակով։ Հրաշալի փոխանցում էր։ Հարված բարձր էր։ Ամեն ինչ անում է Մաթևոսյանը, որպեսզի գրավի Վոտվորդի դարպասը, բայց դեռևս Վոտվորդի ֆուտբոլիստերին հաջողվում է կազմաքանդել գրոհները մրցակցի։ Արուշանյան։ Կորսվում է գնդակը, փորձեց խաբս տալ միանգամից երկու ֆուտբոլիստի, բայց կորսվում է գնդակը և հիմա Բարսելոնայի ֆուտբոլիստերը շարժում են առաջ։ Մաթևոսյան, հարված և անկյունային, հերթական անկյունային են վաստակում Բարսելոնայի ֆուտբոլիստները։ Ոչ կարծես թե տուգանային հարված։ Մինչ գնդակը դուրս կգար դաշտի սահմաններից, գնդակը դիպել էր Վոտորդի ֆուտբոլիստի ձեռքին և հիմա ստանդարտի իրավունք են վաստակում Բարսելոնայի ֆուտբոլիստները, Ռաֆայել Մաթևոսյանն է գնդակի մոտ, հրաշալի հնարավորություն է գրավելու մրցակցի դարպասը։ Մաթևոսյան սուլի չկա, կարելի է հարվածել, հարված և անհաջող էր Մաթևոսյանի հարվածը։ Եզրային նետում։ Այո, Բարսելոնան կարծես թե լքում է պայքարը գավաթի խաղարկությունում երկրորդ դիվիզիոնի։ Ոչ մի կերպ չի ստացվում Բարսայի ֆուտբոլիստերին գրավել մրցակցի դարպասը։ Կրկին Վոտվորդն է գնդակով։ Բարսելոնայի գրոհը տեսնենք ինչ ընթացք կստանա։ Խաբս է տալիս։ Փոխանցել է պետք։ Եվ վաստակում է անկյունային հարվածի իրավունք։ Դեղին քարտ է ստանում Գևորգ Արուշանյանը։ Հարված և ինչպիսի հուշկու հարված է։ Գնդակը մի փոքր շեղության դուրս եկավ դաշտի սահմաններից։
Եվ հաշիվը դառնում է 5-0, Գևորգ Արուշանյան 5-0 Գևորգ Արուշանյանը հաշիվը դարձնում է 5-0 Փայլուն խաղ են ցույց տալիս պարզապես այսօր Ոթվորդի ֆուտբոլիստները հանդիպման 42-րդ րոպեն է արդեն հաշիվը 5-0 է Կրկին Արուշանյանն է գնդակով և վաստակում է եզրային նետման իրավունք Արուշանյանը ստանում է գնդակը փոխանցում առաջ Անհաջող էր փոխանցումը, Մաթևոսյան Տեղափոխում է կենտրոն Ռաֆայել Մաթևոսյանը, հրաշալի փոխանցում է դեպի ձախ եզր Փոխանցում, հարված և դարպասապահ հեռացնում է գնդակը Որ կարող է ստացվել հարված և փայլուն հարված է դարպասապահ մատների ծայրերով գնդակը դուրս է բերում անկյունային Գևորգ Արուշանյանը կիրացնի անկյունային հարվածը Փոխանցում Ետ փոխանցում կատարեց Գևորգ Արուշանյանը Բարսելոնայի հակագրոհը Աստենք Չի ստացվում, ոչինչ չի ստացվում այսօր Բարսելոնայի մոտ Ինչպես ասում են մարզական բախտը պարզապես չի ժպտում Բարսայի ֆուտբոլիստերին Չեն կարողանում նույնիսկ հեղինակության գնդակ խփել Հարված Ոթվորդի դարպասից Արուշանյան հրաշալի փոխանցում դեպի Աչեզեր դուրս է գալիս հարվածային դիր փոխանցում Արուշանյան գոլ 6-0 Հանդիպման 44-րդ րոպեին Գևորգ Արուշանյանը հաշիվը դարձնում է 6-0 Արմեն Հարությունյանի փոխանցումից հիմա Բարսելոնան է գնդակով Անհաջող փոխանցում պարզ իրավիճակում Ոթվորդի մոտ է գնդակը փոխանցում առաջ հարված և դարպասապահ վերցնում է գնդակը Քիչ ժամանակ է մնում խաղի ավարտին Ոթվորդը հաղթում է 6-0 հաշվով Սա Աֆելի երկրորդ դիվիզիոնի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչի հանդիպում է Արուշանյան
Հրաշալի մարզավիճակում է գտնվում Գևորգ Արուշանյանը։ Չեն շտապում Ոթվորդի խաղացողները, քանի որ հաղթում են 6-0 հաշվով։ Խլում է գնդակը, հրաշալի է խաղում։ Լավ հնարավորություն է շարժվելու առաջ, բայց կորսում են գնդակը։ Մաթևոսյան, Աչեզրով սլանում է առաջ։ Խանցում է պետք կատարել Մաթևոսյան։ Կորսնում է գնդակը, բայց ստիպում է մրցակցին խախտել խաղի կանոնները և կրկին վտանգավոր դիրքում Բարսելոնան ստանում է տուգանային հարվածի իրավունք և կրկին գնդակի մոտ Ռաֆայել Մաթևոսյանն է։ Կհաջողվի Մաթևոսյանին այս դրվագում գոն է գրավել դարպասը։ Մաթևոսյան, տեսնենք, հարված, բավականին բարձր ստացվեց հարվածը։ Արուշանյան, հետրիկի հեղինակ է դառնում Գևորգ Արուշանյանը։ 7-0։ Տասից է։ 7-0 բարեկամներ և Գևորգ Արուշանյանը ցույց տալով հրաշալի ֆուտբոլ այսօր դառնում է հետրիկի հեղինակ Հիմա Մաթևոսյանն է գնդակով։ Կրկին Ոթվորդն է գրոհում, խանցում, հարված և շեղեր։ Շեղեր հարվածը։ Հրաշալի հնարավորություն է ստանում Բարսելոնան նետվելու առաջ, Մաթևոսյան։ Հարված, գեղեցիկ հարված էր և գնդակը մի փոքր բարձր է ընթանում։ Արուշանյանը ձախեզով սլանում է առաջ։ Կրկին Արուշանյան։ Փոխանցում։ Հարված և բարձր է։ Ընթանում հարվածը և վերջ բարեկամներ, հանդիպումը ավարտված է։ Հանդիպումը ավարտված է, Ոթվորդը հաղթում է 7-0 հաշվով։ Հրաշալի ֆուտբոլ, հրաշալի հաղթանակ։ Շնորհավորում եմ Ոթվորդի ֆուտբոլիստերին հրաշալի հաղթանակի կապակցությամբ, պայքարը շարունակելու կապակցությամբ և այսքանով ավարտում այսօրվա ռեպորտաժը Ուրարտու մարզադաշտից։ Այն ձեզ համար մեկնաբան է Շավարժ Հարությունյանը, մինչ նոր հանդիպում։